Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում օրվա թեման 2014-ի մայիսից 2015-ի մայիսն ընկած ժամանակահատվածի գործունեության ամփոփումն էր։ Լրագրողների հետ զրույցում նախարար Ղազարյանը հայտնեց, որ նախագահը հանձնարարել է մոնիտորինգ անցկացնել և պարզել, թե ինչ վիճակում են դպրոցների մարզադահլիճները։ Սա ևս մեկ քայլ է, դա նաև մասսայականություն է ձեռք բերում, նաև շատ կարևոր է ուշադրություն դարձնել մեր երեխաներին նախադպրոցական տարիքի։ Շեշտը հիմնականում ուշադրությունը մեր մոտ պետք է բևեռվի հենց այդ ֆիզկուլտուրայի դասաժամերի, հանրակրթական դպրոցներում և մասսայականացման։ Մարզական միջոցառումների աճ է նկատվել։ Անցկացվել են 132 առաջնություններ, 180 ուսումնամարզական հավաքներ, Հայաստանի հավաքական թիմերը մասնակցել են 200 միջազգային մրցումների։ Գոհացնող է նաև մեդալային հաշվարկը։ 13 սպորտաձևերից մեր մարզիկները Հայաստան են բերել 145 մեդալ, ընդ որում 40-ը ոսկե։ Հայաստանի պետական օրհներգի ժամանակ կքանստած ադրբեջանցի սամբիստից մինչև Թբիլիսիում կայացած ժավախքահայ և ադրբեջանցի կարատեիստների ծեծկռտուքը։ Սրանք հայկական մարզաշխարհում վերջին շրջանի ամենաքննարկված իրադարձություններն էին։ Սպորտը մի խառնեք քաղաքականության հետ։ Դա տարբեր բաներ են։ Այսօր ինչու մեր մարզիկները նաև թե Ադրբեջանի, թե Հայաստանի, չեք հավատա, բայց նաև իրանք այլ երկրներում տեսնում են իրար, փաթաթվում են, պաչում են, դա ինչ է նշանակում, որ սպորտը քաղաքականությունից դուրս է։ Հունիսին Սոչիում Հայաստանի և Ռուսաստանի միջև սպորտային համագործակցության հուշագիր է կնքվելու։ Միջազգային մարզական կառույցների հետ հարաբերություններն ամրապնդելու համար այս տարի աշխատանքային այցով Հայաստան են ժամանելու Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Վրաստանի սպորտի նախարարները։ Գրիգոր Ավետիսյան, ժամը լրատվական։